Նախորդին ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց ապացույցներ, որ հայ եկեղեցու Մոսկվայի եւ նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 1986-88 թվականներին գործակցել է ԿԳԲ-ի հետ եւ այսօր էլ կապեր ունի օտար հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Թող քննությունը, դատարանը հստակեցնեն հրապարակված փաստի ինչը կամ որ մասն է ճշմարիտ, որը ոչ։ Բայց հենց այս պահից մենք պարտավոր ենք հասկանալ վտանգի ողջ խորությունը։ Ուստի մեզ անհրաժեշտ է համընդհանուր լյուստրացիա։ Լյուստրացիան պետության ինքնապաշտպանությունն է։ Եթե օտար հատուկ ծառայության հետ կապ ունեցող մարդը հանրային, քաղաքական ազդեցություն ունի, նա կարող է դառնալ ազդեցության գործիք, տեղեկատվություն հավաքելու, մարդկանց շանտաժի ենթարկելու, վախ տարածելու, հասարակությանը բաժանելու, պետության որոշումների վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ երբ այդ ազդեցությունը մտնում է հոգևոր ոլորտ, հոգևոր տիրույթ, վտանգը կրկնապատկվում է։ Մարդիկ հետևում են ոչ թե պարզապես պաշտոնյայի, այլ հավատի անունից խոսողին։ Այստեղ հարվածը հասցվում է ամենազգայուն տեղին՝ հավատքին, վստահությանը, համախմբվածությանը։ Սրա պատասխանը մեկ բան է՝ համընդհանուր լյուստրացիա, արխիվների բացում, անկախ ստուգման մարմին, հստակ չափանիշներ, իրավական ընթացակարգ եւ մեկ պարզ սկզբունք՝ ով կապ է ունեցել օտար հատուկ ծառայությունների հետ, չի կարող տնօրինել հանրային վստահություն։ Սա պետություն ունենալու նվազագույն պայմանն է։ Հիմա պետք է ձևավորվի լայն հանրային քաղաքական պահանջ իշխանությունից՝ լյուստրացիա, լյուստրացիա եւ լյուստրացիա։